Տոնական օրերին Կապանի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում լույս աշխարհ եկած 7 երեխաներից մեկն է Մարիամի երկրորդ դուստրը։ Մի փոքր վաղ է ծնվել, 2 կիլոգրամ 400 գրամով աղջնակը ամանորի սպասված նվերներից է։ Հունվարի 4-ին եմ ծննդաբերել, երկրորդ բալիկս է, Ադելը, մի քիչ քաշը փոքր է, որպես մայր խորհուրդ եմ տալիս բոլոր մայրերին միշտ ուրախ լինեն, առողջ լինեն, զվարթ լինեն, իրենց բալիկներին միշտ ժպիտով դիմավորեն։ Բոլորն ինքնուրույն ծննդաբերել են, կեսարյաներ չենք ունեցել, դե փառք Աստծո, ձգտում ենք կեսարներ մաքսիմալ չանենք։ Դե բոլորը բավարար վիճակում են, որոշ կանայք դուրս են գրվել, մնացածը այսօր վաղը դուրս կգրվեն։ Չնայած որ Մեղրիում նախորդ տարվա ծնունդների թիվը 10-ով ավելի է, 63 երեխա այնուամենայնիվ նոր տարին այստեղ մեկնարկել է 1 նորածինով։ Սիսիանում այս օրերին 6 փոքրիկ է ծնվել։ Իսկ Ահագորիսում վերջին 1 շաբաթում լույս աշխարհ է եկել 4 երեխա, թեև 417 նորածիններով, մարզում 2025-ին առաջատարն են եղել։ Կապանում լույս աշխարհ եկած 357 փոքրիկից 173-ը տղա է, 184-ը աղջիկ։ Նրանցից 108-ը կեսարյան հատումով է ծնվել։ Բաժանմունքի ղեկավարի խոսքով զույգեր, գերքաշով երեխաներ այստեղ չեն եղել, բայց փոխարենը 3-րդ եւ 4-րդ զավակ ունեցողների թիվն է ավելացել։ Կան կանայք, ովքեր որ եթե նախկինում 40 կամ ավել ձգտում էին ունենան, այս տարվա ընթացքում եղել են կանայք, ովքեր որ 39, 40, 42, օրինակ 2 օր առաջ կինացնդաբել 43 տարեկանում։ 25 թվի կեսից սկսած այստեղ կատարվում է նաև լապարոսկոպի գինեկոլոգիական վիրահատություններ, որ այսպես ասած նորամուծություն է։ Դե բավականին հոսք կա, դիմելիություն կա, ինչքան կանայք ավելի տեղեկացված կլինեն, կարծում եմ կշատանա հոսքը։ Հանրապետությունում ծնելիության մակարդակի նվազման պայմաններում մարզում եւս արձանագրվել են նույն պատկերը, ցավոք տեղի բուժհաստատություններում էլ անցյալ տարի ավելի քիչ ծնունդ է գրանցվել նախորդների համեմատ։ Սյունիքում 2025-ին լույս աշխարհ է եկել 961 երեխա։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով 2025-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանում ծնվել է 23698 փոքրիկ, մինչդեռ 2024-ին այդ ցուցանիշը կազմել էր 24942։ Նորածիններին տրվող ամենատարածված անունների ցանկը շարունակում են գլխավորել Նարեն եւ Դավիթը։ Նարե Խաչատրյան, Ռոբերտ Օհանջանյան, Սյունիք լուրեր։